Ողջույն սիրելի հետևորդներ, Սատանիկ կրկին ձեզ հետ է, իսկ այսօրվա դասը վերաբերվելու է կոմպոնենտներին, ինչպես ստեղծել կոմպոնենտ և ինչպես կարելի է օգտվել։ Դրա համար ստեղծում եմ file, ստեղծում եմ frame, տվյալ դեպքում նշանակություն չունի frame-ի չափը և կարելի է կոճակների հիմնան վրա օրինակ դիտարկել։ Որից է գույն ընտրեմ կոճակի համար և ինչպես կարելի է կոմպոնենտ ստեղծել։ Աջ կլիկ եմ կատարում և սեղմում եմ Create Component, Ctrl+Alt+K կամ այստեղ մեր վերևի հատվածում գտնվում է կոմպոնենտի նշանը Create Component, սեղմում եմ և արդեն այն կոմպոնենտի վերածվեց։ Այստեղ եթե նկատում եք իկոնկայի տեսքը փոխվել է և իր ներսի հատվածում է գտնվում է մեր ստեղծած կոճակը։ Կոմպոնենտի ներսի հատվածում կարող ենք տեղադրել տեքստ, իկոնկաներ, նկար և այլն, ինչ որ նախընտրում ենք։ Հիմա գրեմ որևիցե տեքստ, ենթադրենք գնել հիմա տարատեսակը գրենք Արիալ, տեղադրում եմ կոմպոնենտի ներսի հատվածում, ինչպես նկատեցիք, տառի չափը մի փոքր մեծացնեմ և գույնն էլ փոխեմ սպիտակ, կարելի է մի փոքր էլ մեծացնել, ահա։ Հիմա սա համարվում է մեր գլխավոր կոմպոնենտը։ Գլխավոր կոմպոնենտից կարող եմ կրկնօրինակել այնքան կոճակներ, ինչքան որ ես նախընտրում եմ, Alt-ով ենթադրենք ինձ 3 կոճակ է անհրաժեշտ, կրկնօրինակում եմ, բայց գլխավոր կոմպոնենտը frame-ի ներսի հատվածում չեմ տեղադրում, այն տեղադրում եմ մեկ այլ ուրիշ հատված, այսինքն այն դիզայնի ներսում է չի օգտագործվում։ Սա մեր 3 կոճակներն են և ենթադրենք անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կոճակի գույնը փոխել, բնականաբար մեր գլխավոր կոմպոնենտի վրա կանգնած կարող եմ մեր կոճակի գույնը փոխել, ինչ գույն, որ ես նախընտրում եմ, ինչպես նկատեցիք, բոլոր կոճակների գույնը փոփոխվեց։ Կարող եմ նաև ենթադրենք անկյունները սուր անհրաժեշտ չի, ցանկանում եմ, որպեսզի շրջանաձև լինի, մի քիչ ավելի շատ լինի, միգուցե այսպիսին, կամ անհրաժեշտություն է առաջացել նաև եզրագիծ ավելացնելու, կամ անհրաժեշտություն է առաջացել տեքստը փոխելու, ինչ որ նախընտրում եմ, կարող եմ ավելացնել, փոխել և այլն։ Կարող եմ նաև տառատեսակը փոխել, որպեսզի այն լինի ավելի հաստ, կարող եմ ընտրել, որպեսզի լինի ավելի մեծ, դիրք ուղղությունը փոխել, ինչպիսին որ ես նախընտրում եմ, ահա։ Այնուհետև ենթադրենք ստեղծել եմ 10 էջանոց դիզայն և անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կոճակը կամ տեքստը փոխեմ, բայց մեր գլխավոր կոմպոնենտը չեմ կարողանում գտնել, դրա համար այստեղ հենց մեր գլխավոր կոմպոնենտի նշանը կա, սեղմում եմ և ավտոմատ կերպով մեր ծրագիրը գլխավոր կոմպոնենտի վրա է կանգնեցնում։
Նաև եթե տվյալ կոճակը ենթադրենք ցանկանում եմ, որպեսզի այն լինի սովորական ֆրեյմի ներսում, ապա մտնում եմ այստեղ և ընտրում եմ, որպեսզի այն իր նախկին տեսքը ընդունի տվյալ կոճակը, տվյալ կոճակը իր նախկին տեսքը ընդունեց, այլևս այն component չի։ Եվ վերջ սիրելի հետևորդներ, կոմպոնենտի մասին այսօր այսքանը, եթե հետաքրքրեց գրանցվեք և հետևեք իմ հաջորդ դասին, առջևում հետաքրքիր դասեր են ձեզ սպասվում, հաջողություն։